auch von der Ostseite so gewollt war, verging eben noch ein Armenien, zwar in Vilnius. Հայաստանը թեև Վիլնյուսում չստորագրեց փաստաթուղթը, բայց Վիլնյուսում նաև ոչ չասաց Եվրամիության հետ հարաբերություններին եւ ցանկություն հայտնեց շարունակելու մնալ կապի մեջ Եվրոպայի Եվրամիության հետ։ Վիլնյուսում այն ժամանակ ստորագրվեց երկկողմ փաստաթուղթ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, որտեղ արձանագրվեցին այն բոլոր մշակված կետերը կամ այն բոլոր ձեռքբերումները, որոնք մինչ այդ Հայաստանը Եվրամիության հետ համաձայնեցրել է։ Եվ կարծում եմ, որ հենց դա կլինի շարունակի լինել հետագա այն հիմքը հարաբերությունների, որ գոյություն ունի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ։ Այնպես որ երկխոսությունը շարունակվում է եւ մոտ ապագայում ուրեմն նոյեմբերին նախատեսված է հանդիպում Եվրամիության Բրյուսելում նախատեսված է հանդիպում Եվրամիության եւ հայկական պատվիրակության միջեւ։ Այնպես որ կշարունակվեն բանակցությունները, կհստակեցվեն որոշ հարցեր, մանավանդ Մինսկում արդեն կայացած ուրեմն հանդիպումից հետո, երբ Հայաստանը հնարավոր է որ անդամակցած կլինի արդեն Մակրոնի միության։